4-5 օրից մեկնարկում է առաջադրումները, քաղաքական ուժերը պետք է իրենց հայտերը ներկայացնեն կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ 5 օր առաջ իշխանությունը, իշխող ուժը արտահերտ նիստով նախագիծ է բերում եւ փոխում ընտրական օրենսգրքի մի դրույթ, որը արգելում է օրինակ ստեղծել Էդգար Առաքելյան դաշինք եւ մասնակցել ընտրություններին։ Եվ այդ ամենից 10 օր առաջ Էդգար Առաքելյանը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու է իր անուն ազգանունը կրող դաշինքով։ Սա արդյոք Էդգար Առաքելյանի դեմ գործողություն չէ։ Դե ես արդեն նշեցի, թե խնդիրը ինչումն է, եւ իհարկե մենք ունենք օրենսդրական բացեր եւ այդ բացը հիմա է Սամվել Կարապետյանից հայտարարությունից մի քանի օր հետո պետք է այդ բացը լրացվեր։ Տեսեք, մենք ապրում ենք նախընտրական այսպես ժամանակահատվածում, իհարկե դեռևս չենք մտել պաշտոնական նախընտրական ժամանակահատված եւ այս ընթացքում իհարկե կարող են առաջ հատկապես հաշվի առնելով այն ուրեմն մանիպուլյացիոն գործընթացները, որ տեղ են ունենում ընդդեմ նաև մեր ընտրողների ու քաղաքացիների, այս ընթացքում այո պետք է գտնվել շատ օպերատիվ եւ օպերատիվ նույնիսկ նման իրավիճակներում այդ խնդիրներին լուծում տալ։ Ես գտնում եմ իմ անձնական կարծիքը, որ սա մանիպուլյացիայի մեծ տեղ էր, ուրեմն դաշտ էր ստեղծելու, որը փակվեց։ Եվ մեծ առումով սա տեխնիկական հարց է, որը այնպես չի, որ այդպես խնդիր առաջացնելու տարբեր ուժերի կամ Դե կոնկրետ ուժը ասում է, սա իմ համար բացասական ազդեցություն է ունենալու, իմ այդ ուժի ներկայացուցիչը մեծ առումով նաև այնտեղ ասում էր, որ սա խնդիր չի մեր համար եւ այլն, հետո ասում է սա բաց է առաջացնելու եւ այլն։ Այսինքն եթե իրանց համար խնդիր չի, որն է խնդիրը։ Մենք գտնում ենք, որ այո, սա մանիպուլյացիայի տեղ է թողնում, քանի որ մարդը, որը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության ղեկավար վարչապետ կամ չի կարող ընտրվել, այս ուրեմն անվան օգտագործելով մանիպուլացնելու են մեր քաղաքացիներին ու փորձելու են ինչ որ ձայներ կորզել։